Սուրբ Գրիգոր Տաթևացին ծնողին կոչում է երկրորդ արարիչ։ Առաջին արարիչն Աստված է, երկրորդ արարիչը ծնողն է, լույս աշխարհը բերել։ Հիմա տեսեք, թե Աստված ինչպես է նայում իր արարածներին եւ ինչպես է մեծացնում։ Սուրբ Գիրքն ասում է, արեգակը երկնքից ծագում է մեղավորների եւ արդարների վրա։ Բոլորի վրա համաչափ է ծագում։ Ոչ մեկին աչառություն չի անում արեգակը, այդպես էլ Աստծո ողորմության լույսը հավասարապես է աշխում։ Բնության օրենքը ինչ է։ Բարին արեցիր, բնությունը քեզ բարիով կպատասխանի։ Կենդանիներին լավ վերաբերվեցիր։ Սկզբում ինչպես էր։ Աստված Ադամին թագավոր կարգեց երկնքի թռչունների, գազանների եւ մյուս կենդանիների վրա ենթարկվում են։ Բայց երբ որ Ադամը ենթարկվեց Աստծուն, պատվանը խախտեց, կենդանիներն սկսեցին չենթարկվել Աստծուն։ Բայց նույն ենթարկվեցին։ Բոլորը լսեցին, եկան նստեցին տապանը ու այնտեղ 1 տարի գրեթե մնացին։ Բոլոր գազանները, կենդանիները, թռչունները, սողունները։ Այսինքն, երբ որ մենք ենթարկվում ենք արարչին, անգամ գազաններն ու կենդանիներն են, Դանիելին ենթարկվեցին, գուբում 6 օր սոված էին մնացել առիթները, բայց Դանիելին չկերան։ Ասեցին, մի քիչ սպասեք, հեսա Դանիելին դատապարտողները գալիս են, լավ կուտեք։ Եվ այդպես էլ եղավ։ Դանիելը մնաց գուբում, Դանիելին դատապարտողներին գցեցին, հոշոտեցին, որտեղ նրանք Աստծո դեմ էին։ Հիմա ինչու մեզ բոլորն ասում։ Երբ որ մենք Աստծո պատվիրաններին հնազանդվում ենք եւ աստվածային պատվիրանների համաձայն ենք մենք երեխաներին կրթում դաստիարակում, մտածում ենք ոչ թե իրանց մարմնի փափկակեցության, միայն հագուստի ու կերակուրի մասին, այլ միայն կրթության, դաստիարակության եւ ամենակարևորը հոգու փրկության մասին ենք մտածում։ Այն ժամանակ մենք շահում ենք։ Սողոմոն իմաստունն ասում է. խնայիր քո երեխային, ասում է, եւ հետո վաղը դու ամոթանք ես ստանալու։ Խնայիր քո երեխային, փափուկ մեծացրու, հա, երեստուր, վաղը դու ամոթանք ես ստանալու, ամաչելվես իր համար։ Քո գավազանը մի խնայիր քո երեխայից, վաղը ինքը քեզ կարդարացնի։ Իմաստուն ձևով մենք պետք է մեր կրթենք դաստիարակին, այնպես ինչպես արարիչը, մենք էլ արարիչ ենք ծնում։ Մենք պետք է այնպես երեխային դաստիարակենք, որ ինքը իմանա, որ առանձնահատուկ չի ինքը, միակը չի։ Իր նման շատ երեխաներ կան այս աշխարհում։ Ինքը բոլորի նման մեկն է, ոչ շատ բարձր, ոչ շատ ցածր։ Չի, այնպես ինչպես արարիչը բոլորին նույն աչքով է նայում։ Բոլորի վրա արեգակը ծագեցնում։ Եվ հատկապես ծնողներն էլ նույն կերպ վարվեն իրենց բոլոր երեխաների հետ, հա։ Այսինքն երբեք աչառություն չպետք է դնեն երեխաների միջև։ Եվ երբեմն ես հարցնում եմ, ասում եմ, տեսեք, դուք Աստված ինչպես է սիրում մարդկանց, հավասարաչափ է սիրում, չէ՞ մարդկանց։ Այդպես էլ դու պատրաստ եք ուրիշի երեխային էլ սիրելու խնամք տանելու, ինչպես ձեր երեխային։ Այն ժամանակ քո խնամքը քո երեխային արդարացված կլինի։ Բայց եթե դու միայն քոնին ես խնամք տանում, արարչի նման չես նայում, չես օգնում հնարավորության դեպքում ուրիշ կարեկավին, այն ժամանակ արդարացված չի լինում քո սերը։ Եվ ամենակարևորը ծնողը երեխայի համար լինի Աստծո նման։ Աստված երեխայի գիտակցության մեջ ինչպիսին է, արդար է, սուրբ է, մաքուր է, հա։ Որտեղ մենք երեխաների հասարակ հարցերին չենք կարողանում պատասխան գտնել, բայց չէ՞ Աստված իրենց պատասխան կտար, չէ՞։ Երբ որ Քրիստոսի մոտ երեխաներ են բերում, առաքյալներն ասում են, տարիք են, նրանք ինչ են հասկանում։ Քրիստոս ասում է, ոչ, նրանց բերեք
Եթե չլինեք երեխաների նման չեք մտնի երկնքի արքայություն։ Եթե Քրիստոս երեխաների այդ պարզությունը, մաքրությունը չի մերժել եւ նրանց հետ շփվել է, պարտադիր չի մենք, չգիտեմ, գլուխ կոտրուկներ լուծենք երեխաներին պատասխան տալու համար։ Ուղղակի լսենք, ուղղակի ժամանակ տրամադրենք, ուղղակի սեր փոխանցենք, իրական սեր փոխանցենք երեխաներին, այն ժամանակ մենք ուրախ ու երջանիկ կլինենք եւ երեխաներին կկարողանանք հասցնել իրենց նպատակին։ Ամեն